Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյանը, այս պայն ես հյուրընկալել եմ այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանին։ Պարոն Հովհաննիսյան, ողջունում եմ։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, մենք ունենք արդեն Էջմիածնի այսպես կոչված ճակերտավոր դասեր, որում ես որ նայում էի, թե ներընդդիմադիր խոսույթում, թե այդպես համացանցային քննարկումների ժամանակ երկու մասի էր կարծես թե բաժանված, մի մասը ասում էր դե այնտեղ կար ակնհայտ ֆավորիտ տեխնացու, որ 30+ էր բերել, մնացածները պետք է աշխատեին, որ եւ այլն։ Մյուսն էլ ասում էր, որ այսպես բաժան եղած առանց օրակարգ ընդդիմությունը գրեթե այսպիսի պատկեր ստանալ նաեւ հանրապետական ընտրություններին։ Օրինակ դուք ինչ հասկացաք լինելով մարդ, որ բարբերաբար այսպես վերլուծում է տեխնոցոս process-ները, ինչ տեղ ունեցավ աղարշապատում։ Ըստ իս աղարշապատում տեղի ունեցավ այն, ինչ որ ասում էր սոցիոլոգիան ընտրությունների օրվանից 2-3 շաբաթ առաջ։ Սոցիոլոգիական լուրջ հարցումները, որին ես տիրապետում էի, ասում էր, որ լինելու է այս պատկերը, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Սա ինձ տարօրինակ չթվա, տալիս է լավատեսություն, որովհետև նույն սոցիոլոգիան ասում է, որ երկրում մինչև 75% ուզում են փոփոխություններ։ Այդ նույն սոցիոլոգիան, որ աղարշապատում կանխորոշում էր այս տիպի արդյունք, երկրորդ կետով ասում է, որ ամբողջ երկրով մեկ մինչև 70% երկրում ունի փոփոխությունների պահանջ։ Հասարակությունը փոփոխության հայտա ներկայացնել։ Չտեսնել սա նշանակում է չհասկանալ ընդհանրապես ինչ է հասարակությունը եւ ինչ վիճակը Հայաստանում։ Տեսնել սա եւ չանել հետեւություն, դա գիտեք արդեն նշանակում է, որ ճիշտ մարդկանց ձեռքը չի հայտնվում այդ թղթերը եւ կոպիտ ասած իսկապես նոր ուժերի, նոր էլիտաների պահանջն է, որովհետեւ գործողները եթե դա չեն ֆիքսում եւ քայլերը չեն հասկանում ինչ պիտի անեն, ապա ուրեմն անելու բան չունեն։ Փաստը այն է, որ 70% ուզում է փոփոխություն։ Հիմա դա իրացիոնալ ցանկություն է, որովհետեւ հստակ նշված չէ ինչ ասել է փոփոխություն։ Ամեն սոցիալական խավ, ամեն քաղաքացի ինքը իր ուրույն պատկերացում ունի, դա ինչ է։ Հիմա երբ որ կլինեն ուժեր, որոնք կսպասարկեն այդ փոփոխության օրակարգը, այսինքն մարդու հետ կնստենք, խոսենք, ասեն քո կյանքում այս բաները պետքա փոխվի։ Մենք գիտեք բոլորս ունենք փոփոխության ընդհանուր ընկալում։ Դա անվտանգությունն է, դա չպատերազմն է, դա երկրում նոր ավելի մարդավայել բարքերն է։ Բնականաբար եւ ամեն մեկը, ամեն սոցիալական խավ եւ ամեն քաղաքացի, ամեն ընտանիք ունի նաեւ իր օրակարգը։ Հիմա քաղաքական եւ հանրային էլիտաների խնդիրն է դրանց սինխրոնիզացիան, որը բարդ գործ չի, ուղղակի դա գործ է։ Հիմա եթե պետք է նստել տանը սալոնային ընդդիմություն խաղալ եւ ասել ընտրեք ինձ, ես լավ կլինի կամ ընտրեք մյուս, չընտրեք մյուսի, դա չի լավ։ Հանրությունը այսօր հայտ է ներկայացել փոփոխության։ Այնուամենայնիվ, պարոն Հովհաննիսյան, ախր ակնհայտ է չէ դառնում, որ հիմա դուք ասում եք ես հողում եմ անում սոցհարցումների, երևում է, որ 75%-ը կարծում է փոփոխությունների կարիք ունի։ Միգուցե վաղարշապատում է, եթե 100%-ը մասնակցել ընտրություններին փոփոխություններ կարիք ունեցողների կամ փոփոխությունների կողմնակիցները քվեարկեին, այստեղ հարցը ավելի շատ այդ նույն սոցիոլոգիայում ընտրությունների չմասնակցելու հակված, ընտրությունների մասով անտագոնիզմ ունեցող, ընտրությունների հետ կապված որևիցե տեխնացուի չնախընտրող, այն հսկայական մեր հայրենակիցների զանգվածն է, որի չգնալն էլ ընտրություններին որպես կանոն կանխորոշում է իշխանական տեխնացուի հաղթանակը, ու այստեղ այդ բանալին գտնելու խնդրեմը կա։ Քո հարցում երկու ուղղություն կա։ Առաջինը համապետական ընկալման տեսակետից, այո, չի լինելու 100%-անոց մասնակցություն։ Երբեք էլ չի։ Չի էլ հնարավոր, չի լինելու կրիտիկական 90%-անոց, բայց հնարավոր է շատ մեծ ակտիվ մասնակցություն, եթե դու քո առաջարկները այդ մարդկանց հետաքրքրի։ Դու պետք է քեզ լսել տաս, դժվար է։ Էլ եմ ասում դժվար գործ է, բայց գործ է։ Պետք է կարողանալ կառուցել քո ասելիքը հենց եւ քո շփման տեխնոլոգիան մակրո մենեջմենտից իջնել այնքան միկրո մենեջմենտ, որ կարողանաս անել դա։ Կարծում դա կլուծվի, որովհետեւ այսպես կոչված ես քաղաքականությամբ չեմ զբաղվում հատվածը, որը իրականում ասում է ես կարծիք չունեմ, ենթագիտակցորեն դա է ասում, եւ ասում է ես միշտ կլինեմ ուժերի կողմը, դու պետք է ցույց տաս, որ դու ուժեղն ես, դու վաղվա ուժեղն ես արդեն, ինքը կլինի քո կողմը։ Վաղարշապատի օրինակում մի քանի ֆակտոր կա, որը պիտի անկեղծ խոսենք։ Այդ ընտրության արխայիկ փիլիսոփայությունը
մեծ ընտանիք, ընտանեկան պատկանելություն, մեծ գյուղ, տատուս, պապուս, բարեկամի, չգիտեմ ինչ, այ նրան սա 50 տարի առաջ լավություն արել եք, պետք է իրան ձայն տանք եւ այլն, սա է մեր արևելյան երկիր ենք, պետք չի մեզ խաբել Եվրամիության վառ լույսերով, մենք արևելյան բավական հարևաններից հետ մնացող, իդեպ վերջի տարիների հարևանների առաջընթացը շատ ակնհայտ է, նկատի ունեմ եւ Ադրբեջան եւ Վրաստան, որպես սոցիում, որպես պետություն, ամենք հետ ենք մնում։ Մենք հետամնաց պետություն ենք, բնականաբար հետամնաց պետության մեջ եւ պարտվածի հոգեբանությամբ հասարակության մեջ շատ հետաքրքիր process-ներ են գնում։ Դրանց մեկը այդ մեզ բնորոշ արխայիկ բանն է, ով ում բարեկամն, ով ում քենու տղան է, նրան է ձայն տալիս, հա գյուղերում կա, քաղաքներում էլ կա, գյուղերում ավելի շատ է։ Փաստ է, պետք է հաշվի առնել։ Այդ բանը դեռ մեծ դերակատարում ունեցել է։ Վաղ շաբաթը նկատի ունենք։ Այո։ Կա նաև կարծիք են տրամաբանությունով, որ այնուամենայնիվ ընդդիմությունը իր խոսույթում գոնե հանրային խոսույթում, այսինքն ես հիմա շատ չեմ հետևել բուն Քարոզ Արշավին բակային խոսույթին, բայց լրատվամիջոցներով տեղի ունեցող հանրային հայտարարություններով տեղի ունեցող խոսույթի ժամանակ այնուամենայնիվ համայնքային ընտրություններին տվեց համապետական ընտրությունների կամ համազգային ընտրությունների էֆեկտ։ Օրինակ, հա, քվեարկում եք քաղաքացիական պայմանագրին, ուրեմն իմացեք, որ ձայն եք տալիս ընդդեմ Մայրաթորի դեմ Արշավին։ Քվեարկում եք ՔՊ-ին, իմացեք, ձայն եք տալիս Հայաստանի ադրբեջանականացմանը։ Նիկոլ Դավաճան Արցախ հանձնեց եւ այլն եւ այլն։ Այս պարագայում հիմա արդեն post factum ասում են, որ երբ որ դու այդ ստավկաներն ես, այսպես ասենք, կամ այդ ձայնն ես բարձրացնում, դուրս է մնում բուն համայնքի եղած խնդիրները, իսկ շատ-շատերը ասում են, ախպեր ջան, իմ համար իմ կտուրն է այս բային կարևոր, մյուսը եւ այլն, ինչ կապ ունի Էջմիածնի ընտրությունները մյուս բաների հետ։ Կա տես խնդիր, ուղղակի անխուսափելի է։ Այսօր Հայաստանը այն վիճակում չի, որ դու կոպիտ ասած Էջմիածնում ընտրություններ անես եւ չխոսես Մայրաթորի դեմ տարվող այլանդակ արշավի մասին։ Հնարավոր չի։ Չլիներ այդ արշավը հնարավոր է, բայց կա։ Երկիր է այն վիճակում, որ դու չխոսես համապետական Մյուսը բալանսավորում էր պետք։ Ինչ որ չափով արվել է, որտեվ ես քիչ թե շատ հետևել եմ, արվել է, նենց չի որ միայն դրանից են խոսել, հակառակն էլ կա։ Հակառակն էլ կա, ես քեզ ասում եմ, մի քանի ամիս հետո երբ որ մթնոլորտ փոխվի երկրում, նույն վաղարշապատի շատ ընտրողներ, որոնք ընտրել են այսօրվա ԿՊ-ական տեխնացուն, ասում են մենք չգիտեինք, որ ինքը Նիկոլական է։ Մենք մեր տղային ենք ընտրել։ Խոսքս քիչս այդ process-ն էլ հակառակ ճամբարում էլ այդ կա։ Էսա Հայաստանը։ Դու կարծում եք, որ որոշակի բովանդակային կամ մթնոլորտային փոփոխություն տեղի կունենա մի քանի ամսից հետո։ Բնականաբար չի կարող տեղի չունենալ, որովհետև Չի եք այդպես մտածում։ Ես էլ այդպես եմ մտածում, որովհետև ես սոցիոլոգիան համարում շատ լուրջ գիտություն։ Ես էլ եմ համարում։ Ես ելնում եմ դրանից, դա ցույց է տալիս, որ երկրում կա լուրջ փոփոխության պահանջ, հայտ, հանրությունը հայտ է ներկայացնում, եւ դա լուծում ստանալու է։ Եթե գանք ով է լուծում ստանալու, ես այդ լուծումը կապում էի դեռևս մինչև 1 տարի առաջ, տարի ու կես առաջ այդ թվում ես տաղավարում նոր ուժերի, նոր միավորների, նոր դաշինքների, ընդորես ամեն անգամ շեշտում եմ նոր ասելով, ես նկատի չունեմ անծանոթ հանուն ազգանով մարդիկ եկան ասին մենք ձեզ ոչ, մարդիկ, որոնք տարբեր դաշինքներում են այսօր մեր ընկերներն են կամ չգիտեմ քաղաքական համակարգերում են հանրային Իսկ նոր միավորման մասն է։ Նոր միավորները իրանք տալիս են նոր միավորներն է եւ մարդիկ, որոնք այստեղ թույլ ֆունկցիաներով մարդիկ են, ճիշտ կոնֆիգուրացիայի դեպքում իրենց ֆունկցիան բարձրանալու։ Անո, այսինքն թույլ տվեք դες ընդդիմախոսել, հա, ես այսօր փորձեմ ընդդիմախոսի այդ առումով ընդդիմախոսի կարգավիճակը ձեռք բերել։ Իհարկե, գոնե Հայաստան նույնպես տեղի ունեցել եղել են դեպքեր, երբ որ առաջին հայացքից ամեն ինչ եղել է շատ հանգիստ, ոչ մի խնդրեմ ու process տեղի չի ունեցել, հետո հոպ միանգամից ինչ որ այդպես հսկայական մաս է։ Օրինակ ես շատ լավ հիշում եմ 2007 թվականի պարլամենտական ընտրությունները, որտեղ 7 թվականի, որտեղ ընդդիմություն գրեթե չներկայացվեց խորհրդանում, ժառանգությունը այդպես մի փոքր տոկոսով անցավ, որևիցե խնդիր ու խնդրեմ չկար, բայց հոպ հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանը ու 2008 թվականին մենք ունեցանք այդ հսկայական քաղաքական շարժումը։ 2017 թվական Հանրապետական կուսակցությունը առանց որևիցե խնդրի ձևավորեց քաղաքական մեծամասնություն, երկդաշինքը մի կերպ մտավ պարլամենտ, ընդամենը մի քանի ամիս հետո մենք երկրում ունեցանք հեղափոխություն։ Այսինքն սա ունենք մենք, բայց այս պահին մեր մեկնարկային իրավիճակը ինչպիսին է, հա, քննարկենք։
Մեր մեկնարկային իրավիճակը հետևյալն է, որ Հայաստանում ընթանում են քաղաքական ռեպրեսիաներ, որ հիմնական քաղաքական դերակատարները կամ քրեական հետապնդումների տակ են, կամ արդեն իսկ գտնվում են բանտերում, կալանավորում, ընդհանուր արդեն իշխանությունը չի խորշում նաև անցնել լրատվամիջոցներին, ակտիվիստներին, մյուս եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը քանի որ արևմուտքին վաճառվում է իբրև հակառուսականություն եւ ռուսական չակերտներով 5-րդ շարասյուն ջարդելու process 100%-անոց ողջունվում է արևմուտքի կողմից, այսինքն չկա այն անկախ արբիտրը, որը մեկ-մեկ կասի, այ մեկ էս մեկը չի կարելի թաթիկներդ կվառվի, հա։ Նիկոլ Փաշինյանը անոնսում է Մոլդովայում, անոնսեց Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովում, որ մոլդովական օրինակը կարելի է իրականացնել, ասում են, так можно было մոտավորապես, էլի։ Մենք ունենք ռումինական սցենարը, երբ որ հաղթած իշխանությունը հետ վերադարձվեցին, պլյուս այդ ամեն ինչին կա թուրքական եւ ադրբեջանական ակնհայտ աջակցություն եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ներողություն, բայց շանտաժը հայ ժողովրդին, որ եթե ես չեմ, սկսվելու է արկածախնդիր պատերազմ։ Այս հսկայական կոալիցիայի մեջ կարծես թե փոփոխությունների, չեմ ուզում բան հորետես ընչեցնել, բայց այս պահի մեկնարկային իրավիճակում փոփոխությունների հոտ չի գալիս, ես որտեղից է լավատեսությունը։ Նախ պիտի շնորհակալություն ասեմ հարցի համար, որտեղ դա ինձ հնարավորություն է տալիս երկար խոսել, երկար չէ, ես կփորձեմ կարճ խոսել, բայց շատ փաստարկված։ Լավատեսության աղբյուրը այն փոփոխությունների հայտնա, որ հանրությունը ներկայացնում է, չիմանալով ինչպես ու միջոցով եւ այլն, բայց այդ դա օթում կա։ Այս վիճակը իրոք սա հերիք է, պետք է ավարտվի։ Հիմա այն ինչ որ դուք թվարկեցիք, Նարեկ ջան, ես ուզում եմ շարունակել։ Ավելի վատ է լինելու, ռեպրեսիաները ավելի այլանդակ են լինելու, եվրոպական հանրությունը ավելի աչք փակելու, լրատվամիջոցների վրա էլա գնալու եւ այլն քաղաքական ուժերի, քաղաքասարակության փորձելու են արգելել այս կամ այն ուժերի մասնակցությունը, անհատական ճնշում լինելու է։ Հիմա պատերազմի շանտաժն էլա լինելու, հա, այս ինչ որ կա, լինելու է ավելի դեմոնստրատիվ եւ ավելի ագրեսիվ բան։ Հիմա արդյոք սրանով հնարավոր է լինելու ջարդել ամեն ինչ վերջացնել եւ խաղաղ վերարտադրել, միանշանակ ոչ։ Արդյոք սրա հնարավոր է լինելու շատ հեշտ սրա դեմ առել, էլի ոչ։ Հիմա ես արդեն մի տարի ասում եմ, որ կան բաներ, որոնք մեր կամքից անկախ են։ Այսպես կոչված պայքարող, մտածող հանրություն։ Սա կա իշխանությունը, որը Ղարաբաղը կորցրել իշխանությունը, որ շատ լավ գիտի ինչ է արել, կա նաև միջազգային իրադրություն, որ մեր կամքից անկախ է, այդ բարիկադավորված արևմուտք Ռուսաստան եւ այլն։ Հիմա, եթե մենք ասում ենք, վայ, սա սենց է անելիք չունենք, ինչի մասն է խոսքը։ Հիմա ինչպես ենք դրա դեմը կանգնացնում։ Ձեր լավատեսության հիմքերն եմ ուզում հասկանալ։ Լավատեսության հիմքերը։ Պարզ է, որ պայքարը ընթանալու է։ Պայքարը պետք է, պայքարը կլինի հաջող, սա ամենակարևոր բանն եմ ասում։ Պայքարը կլինի հաջող, պայքարը կլինի էֆեկտիվ եւ հնարավոր կլինի ջարդել, չեզոքացնել այդ այլանդակ մեքենան։ Մի դեպքում, երբ որ ընդդիմադիր համակարգերը կլինեն ֆունկցիոնալ, կլինեն ավելի ժամանակակից, ավելի գրագետ։ 1 տարի առաջ ես չէի տեսնում դա։ Չկա տեսնում եք։ Վստահաբար։ Ո՞մ եք տեսնում։ Չեմ, ես անուններ չեմ տալու, բայց ակնհայտորեն կան ուժեր, որոնք դասեր քաղել են, գրագետ են ավելի աշխատում եւ դա տալու է իր արդյունքը։ Սկսած այն բանից, որ նոր մարդիկ են մտնում հանրային process, շատ լավ է դա եւ շատ հանգիստ կարելի է դրա դեմը կանգնեցնել։ Շատ լավ է դա այն տրամաբանությունով, որ նոր մարդիկ են մտնում։ Այո։ Բայց մեծ հարց է, լավ է թե դա, երբ որ այդ մարդիկ որոշեն հանկարծ առանձին մասնակցել ընտրությունների։ Նայ, առանձին միասին եւ այլն, ես թույլ չեմ տա մտնել այդ թեմայի մեջ, որովհետեւ դա անկեղծ ասած իրենց որոշելիքն է։ Հա, ճիշտ է, բայց սուբյեկտիվ բան է, բայց ես խնդիրը տեսնում եմ հետեւյալը։ Կա փոքր խումբ գործիչների, որոնք այս պահից արդեն երևում է, որ հայտնվելու են ապագա ազգային ժողովում։ Անուններ էլի չենք տա։ Կա մի քիչ ներքև մի հատ ենթախումբ բավական բան գործիչ, որոնք գրեթե մոտ են։ Գրեթե շատ կարևոր է, որ նրանք, ովքեր վստահ չեն, որ հաղթահարելու են, չգնան բախտ փորձելու։ Այստեղ եմ ասում, այդ հետաքրքիր դաշինքները, հետաքրքիր կոալիցիաները շատ կարևոր են։ Եվ դա նախ կբերի ռեսուրսի կենտրոնացման, շանսերի մեծացման հայտնվել պարլամենտում եւ կբերի հետաքրքիր նոր գաղափարներ, նոր մարդիկ նոր գաղափարներ են բերում։ Այդ գաղափարները լսելի դարձնելու, այս աղմուկից դուրս գալու եւ էլեկտորալ
հարցեր լուծել։ Պարոն, ես կրկին թույլ տվեք ձեզ ընդդիմախոսեմ։ Տեսեք, դուք ասում եք, որ այս պահին դուք տեսնում եք հետաքրքիր ուժեր եւ հետաքրքիր լուծումներ, որոնք որ կարող են Նիկոլ Փաշինյանին տուն ճանապարհել պայմանական ասած։ Խնդիրը դա չէ, այսինքն հիմնական նպատակը։ Ես միշտ ստորակետով եմ ասում, սոլիդ իշխանություն ձևավորել, որտեղ դու կարաս տուն ճանապարհես եւ ընկնես ավելի մեծ ավելի չէ, բայց ինքնես խնդրի մեջ, հա։ Չէ, լավ, ես բայց դե այսպես առաջին քայլը որ պիտի տեղի ունենա, վերջիվերջո ընտրություններով քաղաքացիական պայմանագրին հաղթել է։ Այո։ Այլ ոչ թե գնալ եւ նոր ընդդիմություն ձևավորել պարլամենտ։ Ես դրա մասն եմ։ Հա, այսինքն սա ֆիքս է։ Հիմա եթե մենք այդ տրամաբանությունից ենք ելնում, էլի կրկին օրակարգերի մասին է, մենք կարծեմ մեկ-երկու անգամ այս թեմայով առիթ ունեցել ենք իրար հետ զրուցելու։ Այնուամենայնիվ Փաշինյանական օրակարգը հիմա Ալիևի աջակցությամբ, Էրդողանին տված նախընտրական նվերներով, նախընտրական զինադատարով թե ինչով որոշակի առարկայացում է կամաց-կամաց տանում։ Տեսեք, ասենք ոչինչ չնշանակող ինչ-որ ղազախական ցորենի մուտք Ադրբեջանի տարածքով։ Իշխանական հսկայական քարոզչություն, որ Ժորժ ջան վերջնապես գնում են կապաշրջապակման։ Մյուսը մենք բերում ենք խաղաղություն։ Բոլոր նրանք, որոնք որ մեր խաղաղությանը դեմ են, բերելու են պատերազմ, արկածախնդրություն, 30 տարվա կոնֆլիկտի վերանայում մյուսի եւ այլն եւ այլն։ Սա էլի մենք այդ շանտաժային քարոզչություն է, այո, բայց քարոզչություն է։ Այս պահին արկա հանրային օրակարգերի մեջ, ընդդիմության օրակարգերի մեջ, եթե ես չեմ տեսնում, ինձ ուղղեք խնդրում եմ, բայց գոնե այս պահին ես չեմ տեսնում ալտերնատիվ մի այնպիսի օրակարգի ձևավորում, որը ընդհանրապես Փաշինյանի ասած թեզերի, հակաթեզերի բանը, այսպես համադրումը չի կամ ձևավորումը չի։ Միանշանակ, ստեղ արդեն ես պիտի համաձայնեմ քո հետ, թեև դու իմ հետ հակադրվում ես, բայց դու ասում ես հետեւյալը, ես տենց եմ ընկանում։ Այս գործող իշխանությունը ինչ որ օրակարգային թեզեր ունի։ Վտանգավորը, որը աշխատում է։ Հիմա ես գրեթե ամեն շաբաթյա ռեժիմով ասում եմ, որ իրավիճակը փոխվելու է այն ժամանակ, երբ որ առաջատար ոչ իշխանական ուժերը, համակարգերը կսկսեն ասել իրենք ոնց են պատկերացնում այս կարևորագույն հարցերը։ Առայժմ դա շատ անորոշ է, շատ ցակուցրիվ է, գուցե օբյեկտիվ է, որովհետև ձևավորված չեն դեռ, այդ փուլ չի, որ ֆորմատները ձևավորված են հիմնական առաջատար ուժերի։ Բայց դա մի օր գալու է, դա չի կարա, դա աննորմալություն է, որ չգա։ Որից հետո ստեղ պետք է ուղղակի ոչ իշխանական համակարգը դնի հստակ ինչի մասին են 2026-ի ընտրությունները։ Ինչի մասին են։ Հայ հասարակությունը գիտի, թե դա իր դեպուտատ ընտրվելու, աղբոր տղուն գործի դասավորելու եւ այլ, մի կողմից էլ սա շանտաժ անում, ասում որ տես չմտածեք, կռիվ կլինի։ Հիմա ուստանում ենք այս վիճակը։ Հիմա երբ որ այդ ամեն ինչի ներողություն ռուսական 5-րդ շարասյուն, KGB, ֆլան, այդ ամեն ինչ անում մի մասի վրա ազդում, մի մասի վրա չի ազդում եւ այլ։ Հիմա երբ որ կձևավորեն հիմնական առաջատար ֆորմատները ոչ իշխանական, իրանք պետքա նույն հստակությամբ եւ ասել, որ չկա որևէ խելագար, որ գա խափանի բանակցային process-ը։ Եթե Հայաստանում մեկը խափանել է բանակցային process, դա Նիկոլ Փաշինյանն է։ Որ Հայաստանում ինչ է լինի, ստորագրված փաստաթղթերը պետք է շարունակել բանակցել եւ ընդունել որպես աշխատանքային փաստաթուղթ։ Որտեղ չկա ուրիշ տարբերակ։ Խոսքը վերաբերում է Վաշինգտոնին նաեւ։ Ինչի մասն է 26-ի ընտրությունը։ 26-ի ընտրությունները միայն Ադրբեջանի մասին չի եւ ըստ իս ամենակարևորը 26-ի ընտրությունները Հայաստանի ներքին կյանքի մասն է, մեր համակեցության նոր խաղի կանոնների։ Ուզում ենք այս աննորմալ վիճակը, թե ուզում ենք ավելի հանդարտ վիճակ։ Ուզում ենք եկեղեցու դեմ արշավանք եւ ավերել ամեն ինչ, թե ուզում ենք կայունացնել։ Ուզում ենք մարդ բռնել, գաղտնալսելու կյանքով ապրել, թե ուզում ենք հանդարտ եւ այլ։ Այս բաները պետք է ասվի, չի ասվում, ես ընդունում եմ։ Չի ասում մի որովհետեւ դեռ շուտ է, չեմ կարծում։ Ուշ է, պիտի ավելի շուտ ասվի։ Մի մասը չի ասում ինչ նկատառներով, մի մասը չգիտի ինչ ասի, մի մասը ընդհանրապես չի հասկանում, ես դու ինչ ենք խոսում, ասում է դե մենք կանք, մեր ժողովուրդը ձայն կտա։ Մի մասը դեռևս մնացել է 18-10 թվականներին, տեսական ազգայնականության վրա եւ այլ, հա։ Հիմա հետաքրքիր տերմին է տեսական ազգայնական։ Հիմա եկել է այս վիճակ, մենք ունենք այս իրականություն եւ ընտրությունները կատարվելու է այս պայմաններում, այս Հայաստանում, այս օրացուցային տարվա տարածաշրջանում, այս աշխարհում, երբ որ ասում են ռուսամետ, ծիծաղելի է, որովհետև այն ձևակերպումները, որ կար մինչև 18 ռուսամետության, հիմա չկա, որտեղ այդ Ռուսաստանն էլ չկա, այդ Հայաստանն էլ չկա, այդ օրակարգն էլ չկա։ Երբ որ կլինի նոր ուժ քաղաքական,
որը կունենա վարկանիշ եւ կասի Ժորժիա, մենք 0-ից պետքա կազմենք հայ-ռուսական հարաբերություն օրակարգ, 0-ից Հայաստան-Արևմուտք օրակարգ, 0-ից Հայաստան-արաբական աշխարհ օրակարգ, դա լիքը հայր ունենք։ Բայց դա չի նմանվի, կներեք բանալության համար չի նմանվի Փաշինյանական 0-ից 0 նայ, այնքան բան այս երկու վարկաբեկը 0-ի գաղափարն էլ է վարկ, 0-ից նկատում եմ փոփոխված իրականության, այո, հասկացություն կա, չէ՞, 0-ի կետի։ Չէ, դե, հա, 0 բառն էլ է վարկաբեկված, նկատունելով նոր ձևավորված իրականության ֆոնին։ Այո։ Ռուսները մեր հետ չեն աշխատում, որովհետև մենք չենք ասում ինչ ենք ուզում, ինչ ենք ակնկալում ձեզնից։ Այս իշխանությունը չի ասելու։ Արևմուտքը մեր հետ չի աշխատում, միայն աչք կա փակում, որ վերարտադրվի այս իշխանությունը, բայց չի աշխատում։ Մենք արևմուտքի հետ չենք աշխատում։ Դե չի աշխատում, բայց հսկայական գումարը Նիկոլ Փաշինյանը որտեղից է ստանում, որ կարողանում է։ Այդ աշխատանք չի, այդ ընդհանուր այդ մահամերձ հիվանդին այդ արհեստական թթվածինն է։ Արևմուտքի հետ մենք հսկայական աշխատանք ունենք, հսկայական։ Հա, շատ մեծ, բայց այս պետք է մի իշխանություն օրակարգ ձևակերպելու ունակ լինի։ Իսկ եթե մարդիկ չեն գալիս տեղի ունեցածը դրժելու կամ չընդունելու տրամաբանությունով, բայց ես չգիտեմ նորմալ մարդ, որ հիմա վեր կգնա, ես չգիտեմ, իսկապես չեմ ճանաչում, անկախ են վերաբերմունքից այս կամ այն քաղաքական լիդերության հանդեպ։ Բայց այդ պարագայում հարցատալու ասել է ինչ տարբերություն է, ես անում եմ, էլի։ Այ իմ կարծիքով կա երկու խնդիր։ Ա. Էլի բանալ է միգուցե թվում հարցս, բայց դա լինելու է։ Տենց է պետք խոսալ, տենց է պետք խոսալ ու գանք լուծումների։ Իմ կարծիքով, երբ որ գործող իշխանությունը վերակենում ասում, ես խաղաղությունն եմ, այս կողմից հստակ բանաձև չի առաջարկվում, դա բերում է սոցիալական լար շերտերում անհստակության։ Դու եթե վախացնում ես, ասում ես, ինքը խաղաղություն չի, սուտ ասում, մենք ասում ենք, դե չեն կրակում, ցորենը եկավ, դե հիմա անասունի համար էր ցորենը, բայց դե եկավ, դե հիմա կարևորը չեն կրակում, սենց են։ Այստեղ խնդիրը հետևյալն է, երբ որ ֆորմատները կձևավորվեն լուրջ ընդդիմադիր, երբ որ պետք է հարցնել, մենք ունենք չպատերազմ վիճակ, հիմա չպատերազմ։ Եվ հաջորդ իշխանության, որևէ իշխանության, այդ թվում գործողի, եթե վերարտադրվի, չպատերազմ իրավիճակի մենեջմենտն է, հաջորդ իշխանության ֆունկցիան։ Թղթերը ստորագրված են եւ Վաշինգտոնն աստարայով բանակցային ինչ-որ բաներ։ Հիմա այս իշխանությունը այդ մենեջմենտը տապալելու է։ Երբ որ եթե ընդդիմությունը հիմա վեր կենասի, սա հանդարտ պայման չի, սա բանը չի ընկալում, պետք է ասել, այո, Ժորժյան, հիմա չպատերազմ փուլ է։ Ընդ որում շատ դեպքերում մեծապես մեր կամքից անկախ է, որտեղ իրոք աշխարհում նենց է սիտուացիա, որ այս ռեգիոնում այս բան չպատերազմ է։ Հիմա մենք պիտի օգտվենք դրանից։ Ոչ թե ասենք սա շատ վատ է, ոչ, հասարակ քաղաքացին չի ասում սա շատ վատ է։ Մեր լիդերությունը ոչ իշխանական պիտի բացատրի հասարակ քաղաքացի, խելոք քաղաքացի, զբաղված քաղաքացի, հոգսերը բերրին քաղաքացի։ Սա չպատերազմ վիճակ է։ Հիմա սրա մենեջմենտը կամ երկու ճանապարհ։ Այն ինչ որ առաջարկում է այս իշխանությունը, դա զիջել ամեն ինչ եւ չունենալ պատերազմ, այս կողմից պետք է լինեն սոլիդ մարդիկ, որոնք ասել չպատերազմ կառավարը նշանակում է ճիշտ բանակցել, ճիշտ հարցադրներն, ճիշտ դաշնակիցներ, շատ արագ, ոչինչ չի գնալու սրման, ոչինչ չի գնալու չեղարկման, մենեջմենտը ենթադրում է ընդհակառակ ամբրապնդումը, հա, ռազմական գործողությունների բացակայությունը խաղաղություն չի։ Ռազմական գործողությունների բացակայությունը չպատերազմ վիճակն է։ Հիմա ոնց ասեմ, որ ճիշտ ոչ մեկ չվիրավորվի։ Քանի դեռ ոչ իշխանական ընդգծված լիդերությունը սա չի ասում, մենք ունենալու ենք վաղաշաբաթ, մենք ունենալու ենք Երևան, մենք ունենալու ենք չգիտեմ ինչ։ Ես հուսով եմ կասեմ, որովհետև ես տեսնում եմ, որ շատ լավ ինտելեկտուալ միտք է գեներացվում հանրային դաշտում, ձեր տաղավարում, մյուս տաղավարներում, որտեղ ես լինում, շատ հետաքրքիր մարդիկ, ես շատ լսում եմ, իսկապես մենք դեֆիցիտ չունենք խելոք մարդկանց։ Եվ իմ խնդրանքն է, մի անգամ եմ ասել, բոլոր այն մարդիկ, որոնք 4-5 տարի հանրային դեմքերին եմ ասում, իրենց ինտելեկտով, իրենց սկզբունքայնությամբ պայքարել են, կարծիք են հայտնել, գրագետ են հայտնել, հակադրվել են, հանկարծ չասեն, մենք չենք խառնվում էլեկտորալ պրոցեսների։ Ոչ, սա ընտրությունը մանդատի համար չի։ Այս իմ կոչն է, իմ խնդրանքն է, մի քանի տասնյակ 100 խելոք մարդիկ կան, անպայման գտեք ձեզ կոմֆորտ ձևաչափը, միավորը, դաշինքը, թիմը, մասնակցեք ընտրական պրոցեսին։
Եթե մենք դա չանենք, գիտեք, մնալու է բաներին։ Մերտեղ են անելու պայմանական ասածը։ Կարիերիստերին է մնալու այն շքախմբային, որ ամեն մեկը իր շեֆը ունի, հա շեֆ ջան, դու ոնց ասում ես ճիշտ է, իսկ շեֆերը, ինչպես մենք տեսանք, հաճախ սխալ են ասում։ Շատ կարևոր է, լուրջ եմ ասում, մի քանի տասնյակ մարդիկ կանք վաստակել են, կուսակցականներ չեն, հանրային դեմքեր են, մասնագիտական համայնքներից են, այլն, իրանք պետք է ինտեգրվեն այս էլեկտորալ process-ի։ Նորությունը դա է։ Նոր մարդը նոր գաղափարով է գալիս, նոր միավորներով է գալիս։ Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է այս տրամաբանության մեջ հասկանալ ձեր գնահատականը եկեղեցու հետ կապված process-ներին, էլի։ Ես անկեղծ անընդհատ փորձում եմ հասկանալ, թե մոտիվացիան որն է Նիկոլ Փաշինյանի գնալ այս գործողություններին, այն էլ ընտրություններից առաջ։ Ակնհայտ է, չէ՞, որ ինքը անհաջող պարտիա է այն առումով, որ երբ որ դու ավելորդ ագրեսիա ես մտցնում հանրային դաշտում մի օրակարգի շուրջ, որը լայն աջակցություն չունի, միգուցե ուղղակի անտարբերություն է կամ մարդիկ այսպես անգամ իր կողմնակիցներն ասում են դե լավ հիմա դրա ժամանակն է, ասենք ինչ տարբերություն եւ այլն։ Բայց ինքը պետքա մոտիվ ունենա, ես հերո եմ մտքից, որ Նիկոլ Փաշինյանը հախուռն եւ էմոցիոնալ ինչ որ բան է անում, բայց ես նաեւ հերո եմ մտքից, թե ինքը իսկապես անհանգստացած է Վեհապար Հայրապետի կամ որևիցե այլ հոգեվորականի կենցաղվարությամբ, այսպես ասենք, հա, այդ ավելի գրահիկ բառեր չա։ Սկսենք մի պնդումից, որ իրար ճիշտ հասկանանք։ Ցանկացած իշխանություն նույնիսկ նման ագրեսիվ, նույնիսկ նման կարմիր գծեր ճանաչող թույլ է տալիս սխալներ։ Ինչ-ինչ պարագայում, ինչ-ինչ պայմաններում սխալներ, այդ թվում կոպիտ սխալներ։ Վստահ եմ եւ ինքը եւ իրենք շատ լավ գիտեն, որ սա կոպիտ սխալ էր եկեղեցու դեմ արշավը, որովհետեւ այս արշավը ունի մեկ ավարտ։ Եկեղեցին հաղթելու է, չկա եկեղեցու պարտվելու գաղափար։ Դա նյութական արժեք չի, դա փող չի կորցնես կամ պարտվես։ Ինքը հաղթելու, եկեղեցին հաղթելու է։ Ինչի գնաց, ես կարծում եմ, որ սա իր վերցրած պարտավորություններից մեկն է թուրքական աշխարհի առաջ։ Իսկ սա արտաքին է պարտադրանք, այսպես ասենք։ Պարտադրանքա թե կամավոր ստանձնած պարտավորություն ես չի, իմ կարծիքն է, որտեվ իսկապես գնալ ինքը շատ բան կորցրեց եւ իր վարկանիշը շատ ընկավ։ Ավելին, այսպես կոչված անտարբեր մասսան, որ չեր էլ պատրաստվում մտնել գնալ ընտրությունների եւ գալ են կարդար ինձ ու քեզ նայեր, բան, ակտիվացավ։ Դե ինքը մտնում է միտեղ, որտեղ սովորաբար չեն մտնում ի սկզբանե, որտեղ դա պարտության է։ Ինչով կավարտվի տեխնիկապես, ես չգիտեմ, ես սպասում եմ ավելի այլանդակ քայլերի, որը ընդհանրապես տեխնոլոգիական քայլ է։ Դա չի բերելու հանգուցալուծման։ Ես չեմ կարող չխոսել, որ եկեղեցին ունի ռեֆորմացիայի մեծ կարիք, իսկապես ունի, բայց դա արվում է հանդարտ, դա արվում է լուր, դա արվում է եկեղեցու ներսում, հաշվի առնելով առաջադիմական հանրության տրամադրությունները, վստահաբար եկեղեցին այս այլանդակ փուլը դուրս գալուց հետո պիտի գնա դրան, եւ կա նաեւ այլ բան, որ այս ընթացքում եկեղեցին ըստ իս ունի քայլեր անելու, որը չի անում, ես չգիտեմ ինչի։ Որտեվ եւ եկեղեցում կան շատ խելոք մարդիկ եւ եկեղեցու հետ շփվող աշխարհիկ դեմքերի մեջ կան շատ խելոք մարդիկ, ու ես շփվում եմ, սա պարտիա, հա, որտեղ դու պետք է նաեւ քո հակընդդեմ քայլեր անես։ Գոլերը էսպայն միակողմանի են կարծես թե դա։ Հա, կան շատ հետաքրքիր քայլեր, շատ հետաքրքիր։ Դե կարծես թե հիմա բոլորի մոտ սկսվել է այդ թվում նաև եկեղեցու հետ մոտիկ շփվող աշխարհիկ մարդկանց մոտ սկսվել է մի տպավորություն, որ մայրաթոռը չունի ամբողջական պաշտպանության որևիցե ռազմավարություն, այսինքն իրենք ուղղակի թողել են հարցերը նասամաճոկ։ Ես չգիտեմ ունի թե չունի, իրոք չգիտեմ, որովհետև ես չկամ այդ նեղ խոհանոցում, որտեղ հաշվարկում են, բայց վստահ եմ, որ այնտեղ կան շատ խելոք մարդիկ, որոնք դա ի վիճակի են անել։ Նույնիսկ եթե չունի խորքային ռազմավարություն, կան քայլեր տակտիկական, որոնք էապես կփոխեն իրավիճակը։ Հիմա եթե ամփոփենք կան քայլեր, որ եկեղեցին կարող է անել, որտեղ ինքը ունի լայն աջակցություն, իսկապես ունի լայն աջակցություն, բայց էլ եմ ասում, դա եկեղեցու ռեֆորմացիան եւ եկեղեցու հետագա նա եկեղեցու վստահությունը շատ մեծ է հանրության մոտ, որովհետեւ եկեղեցին առանձին հոգեվորականներ չեն եւ նրանց դեմ տարվող կեղտոտ արշավը չէ։ Ինքը իրոք խորքային գաղափար է, որով չի կարող ուղղակի պարտվել։
ինչի կբերի սա, կարծում եմ դեռ ականատես կտեսնենք, կլինենք այլանդակ դրսևորումների, բայց Հա, process-ները դեռ ընթանում են, ասում եմ, еще не вечер, ինչպես ասում այո, են։ այո։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հրավեր ես ընդունելու շատ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր, հիշեցնեմ, այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։